Գինում էլ նման խնդիրներ իրենք ունեցել են, Բոլորը։ այդ որ իր շուրջ հավաքվել էին, այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով թշնամանք եւ ատելություններ տարածում եկեղեցու նկատմամբ, այն բոլոր կոմպրոմատներն ու հայտարարությունները բադ եկեղեցականների, որոնց մասին ինքը ասում էր, հենց իր շուրջն էին հավաքել, ինչ որ առումով վեհապար այդ հանդիպումով վարչապետը այդ հանդիպումով ինչ որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։ Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց վեհապար հայրապետը նաև կարող է ողորմած լինել, լիարժեք դա վեհապար հայրապետի իրավունքների մեջ է, եթե իրենք զղջան, ներողություն խնդրեն, կարծում եմ վեհապար հայրապետը կարող է նաև ներողամիտ լինի։ Օրինակի համար, եթե ես լինեի վեհապար հայրապետը, իրենք երեկոյան կարգալույց կհռչակվեին եւ այս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կոծեի, բայց փառք Տիրոջը, որ ես չեմ վեհապար հայրապետը եւ վեհապար հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց, շատ ավելի երկայնամիտ անձնավորություն է եւ կարծում եմ կարող է նաեւ իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե իրենք զղջան։